Բոլորիդ բարի լույս ժողովրդյան, ուզում եմ ցույց տամ այսօրվա մեր եղանակը արդեն այսօր ապրիլի 14-ն է, նայեք սևակնած ամպերը, բայց ներքև չոր է, անձրև չկա, եղանակը այսօր այսպիսին է, ուրիշ ձև չկա, դիմացից ծառեր կան, տեսնում եք, եսա բուրի հետևը ծաղկած են, բողբոջած են, չեմ ջոգում, գարնան շունչ է ամեն դեպքում, ինչքան էլ որ ձյուն եկավետյուն շատ արագ հալեց մեր մոտ, Հայաստանում հարազատները ստույց են տվել, գրել են, նկարներ են ուղարկել, դաժե Քրիսնա նկար ուղարկել, վիդեո ուղարկել, այնպես որ Հայաստանի տարբեր մարզերից տեսանյութեր ունեմ, թե ինչպիսի ձյուն է ամենուրեք, ցավում եմ, կանյեսնը, որովհետև Հայաստանում միշտ այդպես է լինում, փետրվար մարտ ամիսները շատ լավ եղանակներ է լինում, վերջում գալիս է լավ ամեն ինչի ծաղկած սեզոնին տոկարկուտո ձյուն ձմեռ ցուրտ ատանում ասախ, այս վերջերս է տենց եղել, միշտ տենց չի եղել եղանակները, նայեք ամպերը փակ, այսինքն սևակնած արևը մի հատ պստիկ լույս է երևում, հենա մեր արևը, այսինքն այսքանն այսօր, դե ոչինչ այսօր էլ էսպես, ինչպես կարելի էր բարի լույսը առանց երիտասարդ Փիսիկի, արա, սիրուն ես, իմ սիրուն, ընդհատ վլոգից մեջ պիսոն չկա, չգիտեմ նկատել եք, չեք նկատել, բայց այս վլոգը ծաղկեցրեց ամեն դեպքում, վլոգն սկսված է, այսօր որոշել եմ ամեն դեպքում, վերջապես խնամքիս պարագաները կեսը չկարգնել էի, են ռազրխլայուշի գել են ասում, դեմք չիստ կանելու համար, այդ գելը չկար, վերջացել էր, նորը գնել են, վերջապես ստացել էի, անցած անգամ վալբերից մտած չէր եկել այդ գելս, դրա համար հետաձգեցի դեմքիս խնամքի, որովհետև ուզում էի նկարահանել հատուկ ձեր համար եւ այդպես ձեզ հետ կիսվել։ Եվ հիմա այսօր կանենք այդ ամենը, բայց առավոտը ինչպես միշտ սկսում ենք 1 բաժակ սուրճով։ Ինչպես տեսնում եք, սկսում ենք 1 բաժակ սուրճով, բաժակսելու բաժակ չի, չայի բաժակ էր։ Ահա, մի հատ մի կոնֆետով, մեկ էլի փիսիկով, այս սիրուն եղանակը։ Նենց լավն է եղանակը, ճիշտ է ճշումս ինչպես միշտ բարձրացել է։ Մի վեդրո դեղեր խմեցի դեմքով էսպես, այ այդպես, ապրես, ապրես, սիրունը, սետ ապրես, իմ սիրուն։ Այսպեսի գեղեցիկ բարի լույս ասեմ ձեզ։ Շուտով կսկսեմ դեմքս խնամել, ձեզ հետ միասին, հետո գլուխս կլվանամ, ազերս կլվանամ, կպատրաստվեմ, որ այսօր նույնպես աշխատանքի եմ, ես համարի ամեն օր աշխատանքի եմ։ Ճիշտ է, քիչ է հաճախորդների քանակը 1-2, բայց դե էլի աշխատանք է, ինչ անես։ Ամենօրյան դժվար է, բայց արանքում ազատուր եմ ունենում։ Տեսնենք ինչպես կընթանա այսօր այս գեղեցիկ տեսարանի համար ուշ կսկնում է, սիրունս, մի հատ էլ սուրճ խմենք ու անցնենք գործերի։ Սուրճս ինչպես տեսնում եք, շատ փոքր բաժակով։ Այս մի գրամ սուրճի անուշ հոտի համի համար մարդու ոնց են ասում, աչքերա բացվում մի անգամից, մարդու խելք է գնում։ Ինչ որ մի բան կտավ, տեսեք։ Ամենայն դեպս բոլորիդ բարի լավ առավոտ, օրն սկսված է, գեղեցիկ օր ամես երևի խոստանում, տեսնենք ինչպես կավարտվի։ Սկսում եմ ուրեմն, պատրաստել եմ, ինչ որ կան այստեղ ամեն ինչ արդեն վերված է, ինչ չի երիկում, հետո կբերեմ, 2 ապարատները միանգամից միացրեցի, այստեղ շնուրը միաժամանակ նույն բանից եմ միացրել, զուգահեռ միացրեցի, հիմա այստեղ այս մի հատ անտիսեպտիկ պատրաստեցի կտանեմ աշխատանքի հետ, մեկ փոքրիկը կմնա ինձ, մի հատ էլ այդպես տան համար կպատրաստեմ, որովհետև շատ հարմար են այդ անտիսեպտիկները, նաև տունը դեզինֆեկցիա անելու համար, հա, այնտեղ գործիքներ, ձեռքեր, բոլոր կարգի պավերքնեսները, չէ որ փիսոն հաճախակի բարձրանում է, թե սեղան, թե ուր ուզում է գնում, տանը չենք լինում երբեմն։ Մի խոսքով, ֆիզիկի համար ինչ նախատեսված է, մի ուրիշ անգամ կասեմ, այստեղ հիմա սկսում եմ ես շուտով դեմքս լվանալ ու ձեզ հետ կկիսվեմ բոլոր գործողություններով։ Ինչ ենք անում սկզբից, ուրեմն մի հատ մազերը սալակեմ առաջին հերթին։ Ինչպես միշտ լավ հավաքում ենք, որ մեզ չխանգարի։ Ինչ եմ անում սալֆետկան թացար այժմ, ուղղակի այսպես խոնավացնում եմ սովորական ջրով դեմքս։ Նախ ժպիտով ենք սկսում։ Ուրեմն մեզ ինչ է հարկավոր, այստեղ ջուր եմ վերցրել, գոլ ջուր, սա իմ սալֆետկան է, թաց եմ անում արդեն։ Ինձ այստեղ հարկավոր է նման 2 փոքրիկ խնդրեմ, վերցնում ենք անտիսեպտիկ նյութը, անպայման 2 անգամ փչում ենք, այդպես մաքրում ենք սովորական սալֆետկայով, խնդրեմ, այստեղ փչեցինք նյութը, մի հատ այսպես գեղեցիկ չորացնում ենք ամեն դեպքում, ես այսպես եմ աշխատում, աշխատանքի տեղում եմ այսպես մաքրում ամեն ինչ, կողքի դրեցինք, մեզ պետք է գել, որով պետք է լվանանք դեմքը, ահա, մեկ անգամը հերիք է, որովհետև շատ, եթե նկատեցիք, բավականին թանձրոտ է, ևս մի անգամ, շոտ կերնել ենք
Մաքրում ենք անտիսեպտիկով, սա տնային է, իմ անձնական օգտագործմանն է, իմ համար է միայն, աշխատավայրում առանձին աշխատանքի համար ունեմ, ամեն դեպքում բոլորն էլ անպայման մի անգամ обработать եմ եւ այսպես վրձինի նուրբ ծայրով կսում եմ դեմքս ու սկսում եմ լվանալ։ Հիմա ես ձեզ կցուցադրեմ իմ օգտագործման ձևը։ Սկսում եմ, տեսնում եք վրձինի ծայրով ուղղակի այսպես սկսում եմ, որտեղ որ անհրաժեշտ է, սա ուղղակի դեռ լվացում է, առաջի քայլն է, այսպես ուղղակի տարածում եմ արդեն թաց մաշկից վրա, քանի որ ցույց տվեցի, հա, տեսակ որ սալֆետկայով արդեն խոնավացրել էի մաշկս։ Այսպես, սա վերջ չէ, այսպես սկսեցինք, ինչ եմ անում, ձեռքս թաթախում եմ մի քիչ ջրի մեջ, մի փոքրիկ այսպես թաթախում եմ ջրի մեջ, երկու ձեռքս էլ, մի փոճուրիկ։ Եվ այստեղ շարունակում եմ թաց ձեռքերով, այսպես արդեն հենց ձեռքերով, առանց որևէ գուբկաների օգնությամբ, այսպես մի անգամ մի քիչ էլ թացացնում եմ, ու այսպես սկսում ենք նյութը անմիջապես ակտիվանում է, այսպես ջրի օգնությամբ սկսում ենք ակտիվացնել նյութերը։ Ու այսպես մասաժի ուղղությամբ, մասաժի գծերի ուղղությամբ, այսպես տարածել գելա եւ իհարկե ինչպես ասում են նաեւ լվանալ, ոչ թե լվանալ, այլ տվյալ նյութը դեմքի վրա ակտիվացնել ջրով եւ մաշկի վրա սկսել ակտիվացված վիճակում, այսպես կարելի է անել, որովհետեւ մենք հենց այնպես նյութերը չենք կարող օգտագործել, երբ որ նյութը հենց այնպես սկսում ենք ու լվանում ենք, այդ նյութը արդեն իր իդեալական արդյունքը չի տալիս։ Այսպես վերջերս բավականին շատ եմ չորացրել մաշկս, մի քիչ չեմ հետևել, ոնց որ վերին շերտը մի տեսակ այսպես չորացած լինի, զգացում եմ, որ խոնավեցնող, միշտ չորացնող, որպես յուղոտ մաշկի չորացնող նյութերով լվանում եմ դեմքս ու շարունակելի չեմ խոնավեցնում, չեմ մշակում, դրա համար այսպես մի քիչ ոնց որ ինձ թողած լինեմ ու մաշկս էլ իհարկե ինգրիդիենտը պահանջում է ու մի տեսակ sense չորոտ թեպոտային մաս եմ նկատում։ Եվ իհարկե այս ամենը լվանում ենք արդեն սովորական ու տաք ջրով։ Այսպես ամեն ինչ ձեր արխիվի առջև է, հետաքրքիր է թե ոչ դուք կորոշեք։ Սա պրոֆեսիոնալ կոսմետիկանն է եւ պրոֆեսիոնալ ճիստկա եմ անում տնային պայմաններում, հա։ Այսպես շարունակում եմ սիրելիներս, ուրեմն լվանալուց հետո, ուրեմն սկզբից լվանում ենք անպայման տաք ջրով։ Մի անգամ եւս էսենց մաքրեցի, հիմա ինչ եմ անելու։ Օգտագործում ենք գել, որի օգնությամբ պետք է մաշկը անպայման разрыхлять անենք, հա, ինչը գիդրագել է կոչվում։ Ահա, խնդրեմ, այս գելն է հաջորդը։ Ուրեմն այստեղ վերցնում ենք 1, 2, 3, երևի թե 4, որտեղ շատ քիչ է գալիս, բայց պետք է լինի вообще 2, եթե շատ ասենք, շատ է գալիս։ Թափանցիկ գել է, սովորական, բավականին մածուցիկ։ Չգիտեմ, երևաց թե ոչ, ինձ թվում է երևում է։ Ու այս ամեն ինչը հիմա քսում ենք դեմքին ու պետք է պլյոնկա հագցնենք։ Հիմա ես այստեղ եմ, այս ամենը քսում եմ դեմքիս, այսպես զգուշորեն, աչքերի զոնան թողնում ենք, որովհետև աչքերը չի կարելի քսել, իսկ այստեղ կան որոշակի կիսլոտաների քանակներ, հա, ինչպես կոչվում է, եւ դրա օգնությամբ, այդ կիսլոտաների օգնությամբ, դրանց օգնությամբ մաշկը կարող է մի քիչ այսպես ոնց բացատրեմ գիդրիրովին հայերեն կգտնեմ բառը կգրեմ, ամենաճիշտը դա է։ Հիմա այս պահին չեմ հիշում, մի խոսքով էսենց ամբողջովին քսում ենք դեմքը, շատ դժվար է, ես առանց հայելի եմ այս պահին, նույնիսկ էկրանը իմ կողմին չի, հակառակ կողմով եմ նկարահանում, որովհետև դիմացի էկրանը շատ ահավոր է նկարում իմ, գոնե այսպես մի քիչ ուրիշ է, հա։ Մոտավորապես դες այդ համզրոցում եմ, հա, մոտավորապես պատկերացնելով քսում եմ արդեն այս գելը քսելուց հետո անմիջապես պետք է պլյոնկա դնենք, պլյոնկով կոնտակտ են ասում ռուսերեն, բայց ես կասեմ, որ միանգամից պոլիէթիլենային թաղանթը միանգամից անմիջապես դնում ենք գելի վրա, որպեսզի կոնտակտի մեջ մտնի գելի հետ, ռեակցիանը սկսվում է անմիջապես պլյոնկան դնելուց հետո գելը սկսում է տաքանալ, այս պահին բավականին սառն է, բավականին տհաճ է նույնիսկ, բայց քսեցի հիմա, ամբողջովին քսեցի, այս գելը օգնում է, որ разрыхлять անի, այսինքն փքվի կոժը, փքունանա, այսպես ասած, ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի, մի խոսքով, ու փակում է բավականին շատ եւ գելի օգնությամբ նաեւ մեր մաշկի ձագոտիների վրա փականներ կան, այսպես ասած, ոնց որ ձկան թեփուկները մաշկն էլ ունի, մեր մաշկն էլ ունի այդ թեփուկներից, այդ թեփուկները բացում ենք, ճիշույկի, ոնց որ ասում են ճիշույկի կոժը, այդ թեփուկները գելը նաեւ օգնում է, որ բացվեն, իրենց չենք կարող մաքրել մենք, դա մեր մաշկի կառուցվածքն է, այդպեսին շատ չնչին են իրենք, որովհետեւ անզեն աչքով հնարավոր չէ տեսնել։ Անցանք, Ջորյան անցանք, սկսեցի գնամ մի հատ պլյոնկա բերեմ, որ կտեսնեմ դրեմ դեմքիս։ Պես ասում են, հատուկ պրոֆեսիոնալ բաներ չի պահանջում, սովորական կոմանդոսային պլյոնկա եմ
վերցրել, եթե չունեք ուրիշ ձևի, սա ամենաճիշտն է ու ամենահարմարը։ Ինչ ենք անում, ներսի մասն ենք օգտագործելու դեմքի համար, քանի որ ծայրը կարող է փոշոտված լինել, ամբողջությամբ փակում եմ ծայրը, հավաքում եմ, մեջտեղից մի հատ ծակ անցք ենք անում, հենց քթի վրա ենք տեղադրում, որպեսզի մենակով կարողանաք անել, տանը հեշտ ու հարմար լինի։ Կարողանաք շնչել նաև, վերևի շուրթը բացում ենք, քթանցքը բացում ենք, այսպես տեղադրում ենք։ Կարող է շատ գեշ տեսք ունեմ այս պահին, սիրորդի, բայց խնամքը պահանջում է, հիմա ուրիշ ձև չեմ կարող ձեզ բացատրել, որովհետև ուրիշ ձև չկա սրա համար։ Այսպես է, մի քիչ էստեղ է, կարելի է վերևի մասը առանձին պլյոնկա տեղադրել, որովհետև ինձ շատ դուր չի գալիս, պետք է անպայման պլյոնկան լինի նյութի վրա, քսված նյութի վրա, որպեսզի ունենա ճիշտ ռեակցիա նյութը։ Այսպես մի հատ փոքրիկ վարակ շերտով վերևի մասը այսպես կտեղադրեմ, այս մասը անգամ որ լավ փակի, դե շատ ստարն է, բայց կամաց սկսում է շատ ուժեղ տաքանալ։ Պահում ենք 10-ից 15 րոպե, հենց սկսում է ռեակցիան, մենք զգում ենք, որ տաքացել է, ինձ թվում է քթի մասին էլ պետք է մի փոքր դապանեցնի։ Կարող եք աչքերի մասն էլ բացել պլյոնկան, որպեսզի հեշտ ու սիրուն լինի։ Շատերի համար կարող է ծիծաղելի թվալ, բայց հիմա այսպես ենք աշխատում, ուրիշ ձև չկա սրա։ Մի փոքրիկ կտորել վերցնում ենք։ Սա իմ մասնագիտությունն է, ուրիշ ամոթալի բան չկա, ծիծաղալու բան չկա։ Մեկն ասում է ամոթ չի, որ տենց նկարում ես, մեկը սենց մեկը նե ջուրը ճան, ինչ կա ամոթի։ Սա շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ ու շատ լավ պրոցեդուրա է։ Ամոթն այն է, որ չենք իմանում ինչպես օգտագործենք, ինչ կա ստե ամոթի։ Այսպես կթողնեմ լավ, 15 րոպեից կմիանամ ձեզ։ Ուրեմն 15 րոպես լրացել է արդեն, միացա նորից ձեզ, այստեղ ինձ ինչ է պետք։ Պետք է որ արդեն խլորգեքսիդինով մաքրեմ դեմքս, լապատկայով հավաքելու եմ այս գելը եւ այստեղ ունեմ այսպիսի խլորգեքսիդին լոսյոնի տեսքով, արդեն լցրել եմ փոքրիկ միսկայի մեջ, այսպիսի փոքրիկ կեսամանի մեջ, նայեք մեջը ջուր է ու բամբակյա այս դիսկերով, շարիկներով թաթախել եմ։ Հիմա մեզ ինչ է պետք, մեզ պետք է, ահա այս ապարատն ենք վերցնում եւ ինչ ենք անում, մի երկու անգամ, այսպես, մյուսը այսպես ախտահանում եմ, ախտահանիչ նյութով, այսպես, այս ամենը շուտ կարող եք կազմակերպել, ուղղակի նյութերից մի մասը պրծել էր, այսպես նոր եմ գնել, հիմա պետքա նույնիսկ աշխատանքի տեղը չունեմ, հետս վերցնեմ, տանեմ արդեն։ Եվ դրա համար որոշեցի տանը, քանի հանգիստ եմ, ձեր համար նկարահանեմ, աշխատանքի վայրում շատ ժամանակ չեմ հասցնում, ճիշտ է, ժամանակը շատ է, բայց ամեն դեպքում այսպես հանգիստ ավելի է ճիշտ է։ Մի խոսքով վերցնում եմ այս ապարատը, միացնում եմ եւ վերցնում եմ մի հատ վատնի դիսկ, որը պետք է ձեռքից լինի անդադ ու սկսում ենք աշխատել։ Անցանք առաջ։ Սկսում ենք վերևի մասից, սկզբից ճակատային մասը, այսպես, չնայած կարող եմ միանգամից հանել, որովհետև ես իմ համար եմ անում, արագ կհանեմ, բայց հաճախորդների կեսը անում ենք, հետո մյուս կեսն ենք հանում, մաքրում ենք կատարում, այդպես սկսում եմ, միացնում եմ և սկսում եմ մաքրել, առանց որևիցե այդպես շարունակեմ մեկնաբանել, ուրեմն քանի որ ապարատի զվոկը շատ ուժեղ արձագանքում է եւ իմ խոսքը արդեն իմ ձայնը հեռախոսի միկրոֆոնը չգիտեմ ինչու սավսեմ փակում է, որոշեցի, որ այսպես ես ընդհանուր ձայնը փակեմ եւ մեկնաբանեմ ամեն ինչը գիտեմ, ես եմ ասում, այստեղ կրկնեմ ինչպես ասում են։ Ուրեմն այսպես պետք է լինի 35 աշճան թեքությամբ, հա, ապարատը դեմքի համեմատ, շատ արագ մաքրում ենք իմ հենց այդ գելը սկզբից, հետո նոր արդեն խլորգեքսիդինով թրջված բամբակե տամպոններով մաքրում եմ մաշկս ու անմիջապես այդպես թաց մաշկի վրա մաքրում եմ էլի նասատկայի օգնությամբ, հա, լապատկայի օգնությամբ, այստեղ ձայնը շատ ուժեղ արձագանքում է, sense պսպզոց է գալիս, պիսոն մտածում է երևի թե տանը ճանճ է, մեկ վերև անայեմ, ձախանայեմ, թարսանայեմ, sense որոշեցի էկրանը շրջեի, ձեզ ցույց տայի թե փիսիկը ինչով է զբաղված, մենակ տենակ, դիմացիս կարավաթի նստել է ու ինձ անայեմ, շատ ուշադիր։ Միջանկյալ աշխուժություն։ Ապարատի ձայնը շատ տհաճ է, շատ ուժեղ արձագանքում է միկրոֆոնին, բայց նայեք փիսիկի վիճակին։ Հետս հավասար մաքրություն է անում դեմքի, խնամքը սովորեց արդեն ինչպես կարելի է անել։ Այսպես շարունակեմ աշխատանքը սիրելիներս, փիսոն միջանկյալ, ինչպես միշտ իմ ընկերն է, կողքս նստած է, անպայման շատ ուշադիր ինձ հետևում է, իհարկե որ միշտ ինձ աշխուժ է պահում, այսքանը միջանկյալ շարունակեմ աշխատանքը եւ իհարկե որ դեռ պետք է ձեզ հետ կիսվեմ երկրորդ պրոցեդուրայով։ Հիմա ինչ ենք ավարտելուց հետո նորից մի անգամ դեմքս հեսա կմաքրեմ, ավարտելուց հետո այսպես մի անգամ նորից ախտահանում եմ, որովհետև որ հանկարծ պետք լինի մի անգամ օգտագործեմ,
Այս անգամվանից մաշկից մերկացած կլետկա կլինի, թե ինչ բջիջ կլինի, ինչ ուզում լինի, չմնա հա այս երկաթային մասի վրա, քանի որ երկաթային մասերը պետք է անպայման ստերիլիզացիա անել, իսկ սա չենք օգտագործում, պլաստմասի հետ չենք կարող ստերիլիզացիա անել, սա չենք օգտագործում որպես դեմքը մաքրող, բզուկները մաքրող հանող սարք, սա ուղղակի լապատկայով գելա հավաքում ենք, այդքան բան, ու մեկ էլ կարելի է սևառատկա, ինչ որ շիճուկներ սրանով ներծծել մաշկի մեջ, քանի որ միկրովոլներ կա տալիս, այսպես վալնաների ազդեցության տակ ավելի խորն են մաշկի խոր սլոյները, ինչը հա, շերտերն են գնում նյութերը, այդպես ասենք։ Շատ դժվար է գիտեք ռուսերենով սովորել, հայերեն թարգմանել։ Միշտ ասում եմ, ու հիմա ինչ եմ անում, շարունակում ենք, դե տեսեք, ես իմ դեմքս մաքրել եմ, արդեն վերջացրել եմ, անգամ էլ խլորգեքսիդինով այսպես մաքրեմ, ախտահանեմ ամեն ինչից հետո։ Հիմա ինչ ենք անելու, տեսակ տեսնեք, մաքրեցի։ Այնքան լավ է դեմքից ես բզուկ չունեմ, հիմա մաքուր է, մաքրված է, բայց մի ժամանակ, ջահել ժամանակ, որտեղ շատ բան չէի հասկանում, ինչպես խնամել, ինչ անել, շատ ահավոր բան էր, դեմքս դուրս էր տալիս եւ ես շատ տուժված էի, ամբողջ օրը այս տեզոնաս անընդհատ բզուկներ էր, որ ջահել էի, ամաչում էի, երեխեքի հետ միտեղ էի դուրս գալիս, երեխեքին գրկում էի, դեմքս հետևը պահում էի, բան, տենց բաներ էի անում ու դա շատ վատ է, պետք է լինել միշտ ու իհարկե տարիների ընթացքում ես գնացի, սովորեցի արդեն, հասկացա խնդրեմը ինչումն է, ոնց է, ինչպես կարելի է այդ ամեն ինչից ազատվել եւ իհարկե հիմա տեսնում եք դեմքիս վրա ոչ մի այդպիսի բորբոքային process-ներ չկա, մի քիչ ծերություն է, որովհետեւ մի քիչ ինձ շատ եմ թողել, իսկ ես ձգողական ուժի ազդեցության տակ մաշկը մեր բոլորինս է ծերանում, ուզենք թե չուզենք, փառք Աստծո, իմ մաշկը իմ տարիքի համեմատ առանց որևիցե օպերացիաների, առանց որևիցե սրսկումների, ինչ որ նյութերի մաշկի տակ լցնելու, իմ մաշկը կա այնպեսին, ինչպեսին որ կա, որի արդյունքից, եթե ճիշտն ասեմ, ես շատ գոհ եմ իմ տարիքի համապատասխան եւ իմ արած խնամքի, որ շատ քիչ եմ խնամում, ընդհանրապես լվացում եմ ու վсё, որ բոլորին խորհուրդ եմ տալիս, որ օրը 2 անգամ պետք է լվանաս, տոնիկ կսես, հետո խոդանես, թե շատ ժամանակ չեմ հասցնում անեմ։ Ես ինքս ինձ չեմ խնամում, ուրիշներից էլ պահանջում եմ։ Մաքրեցինք, հիմա այս աղաջուրը դեմքիցս կմաքրեմ, քանի որ խլորգեքսիդինը ինքը աղաջուր։ Այսպես շարունակում եմ, վերցրեցի տոնիկ եմ բերել մի հատ, դեմքս մի թեթևակի տոնիկով մաքրեմ, քիչ sense հետ կանգնեմ, որ արդեն շատ մոտ չլինի, շատ մոտ կանգնում եմ, որպեսզի ես դուք ինձ տեսնեք լավ։ Ահա, այսպես, սկզբից մի քիչ լավ կարմրում ա, վայ Աստված մենակ տենակ փիզոն ոնց է ինձ նայում։ Մի ոտը կախել ա կարավաթից, վերևից կարահատի վրա պարկել ա, մի ոտը կախել ու սենց տեսակցեմ վրան նայեք նորից։ Նայեք, իր համար թինգնա տվե ոտն էլ կախել ինձ էր նայում, ես էլ մոտից նստած, նեյ, հերվից նստած ինձ հետևում ա, տեն այս ինչ է, մեկ-մեկ է խորը շունչ ա կաշում։ Всё, գնացի։ Բիզյուկս, զարմացել ես մամանես ինչ էր անում, sense բաներ արած չի, վայ խորանջում ա շատ պետք գնա։ Հիմա ինչ ենք անում, դե պիսային ձեռքվեցի, ձեռքերս մաքրում եմ, շարունակում ենք, միանգամից երկրորդ պրոցեդուրա եմ սկսում, ուրիշ պրոցեդուրա եմ ուզում անեմ, մաքրեցի, վերջացրեցի, պետք է մի հատ մասկա դնեմ, որ արդեն ծակոտիները փակեմ ու այսպես շատ որոշ բաներ կա, որ պետք է ներծծել, բայց մինչ այդ, քանի որ ես շատ վաղուց չեմ արել ոչ մի բան իմ դեմքին, ուզում եմ մի հատ այսպես մասկայատիպ ինչ-որ մի գործողություն անեմ, ոչ թե մասկա, այլ թեթև պիլինգ անեմ, մեկ ուրիշ ապարատի օգնությամբ, մակնոսներիս օգնության կարիք ունեմ։ Ինչ ենք անում։ Սկզբից սկսում եմ ահա այս նյութը, մի անգամ եմ ես այս նյութով տեսանյութ նկարահանել։ Շատ հետաքրքիր պրոցեդուրա է, վաղուց դեմքս մի տեսակ թոշնում է արդեն, ուխոտներս չեմ հասցնում, ուրեմն այսպես մի բուջուրիկ, այնքան որ դեմքս ամբողջովին քսեմ։ Կիստочкաս վերցրեցի, սա այս նյութը, ահա կնոսներս ինձ օգնական, նյութը քսում եմ դեմքից, ինչպես տեսնում եք, ահա։ Քսում եմ, թողնում եմ մի քանի րոպե մնում է, սա որպես այսպես բանը, հա, թողնում ենք մի քանի րոպե մնում է, շատ այս բարակ մասերը չեմ քսում դեմքից, որովհետև շատ ուժեղ դուրս բարակը մաշկը շատ ուժեղ վնասվում է։ Այս փոքրիկ մասերը, քթի կողքերը, այս մասերը ու այս մասերը, տենց բարակ տեղերը կարելի է վազելին քսել, որ չվառեն, քանի որ այստեղ կիսլոտաներ է, չնայած կիսլոտաները միշտ կարելի է օգտագործել աշնանը ու ձմռանը, որպեսզի շատ ուժեղ արև չլինի, բայց քանի որ հիմա այս պահին մեր մոտ տենց սպասմուրնի եղանակներ է, փորձում եմ օգտագործեմ, որովհետև հետո արդեն ուշ կլինի։ Սա մի անգամ էլ էի արել անցյալ տարի էլի նկարահանել էի, այս էլ նույն պրոցեդուրան է, ասեղներով հիմա կսկսեմ միկրոնիբլինգ է կոչվում, որը շատ հետաքրքիր պրոցեդուրա է ու շատ ուժեղ ազդում է մաշկի ռեգեներացիայի վերականգնողական ֆունկցիայի վրա։
մի փոքրիկ տեսանյութ հենց կնկարահանեմ, ցույց կտամ, կպատկերացնեք ինչի համար եմ այդպես ասում։ Instagram-ից շատ սիրուն տեսանյութեր եմ ճարել, որից կարելի է փոքր sense մի հատ նկար կոնե ցույց տալ։ Ես չունեմ այդ հնարավորությունը ChatGPT-ին վիդեո նկարելու նկարանելու։ Իմ ChatGPT-ին միայն գրելով է տարբեր բրիլաժենյաները, մեր մոտ պատկերացրեք, որ նույնիսկ դա չի աշխատում։ Քանի անգամ փորձել եմ քաշել, iPhone-ների համար հատուկ պրոգրամա է, իմ iPhone չի, իմը չի օգտագործվում։ Սկսած այս առաջին նյութի վրա, կսված նյութի վրա, վերցնում եմ հաջորդ ապարատը, այսպես, անջատեցի, որովհետև ինքը աշխատում է կնոպկայով։ Վերցնում եմ ասեղները, շպրիցը, այսպես, հագցնում եմ, միացրեցի, շատ փոքր բանի վրա եմ դրել երկարության, ակնոցներս հանեմ, ես թվաց լուծություն եմ, և քանի նյութը դեռ թաց է, այսպես կոչված, այս նյութը, այսպես, այս ասեղների միջոցով, այսպես, ամբողջությամբ բնում եմ, հիմնականում աշխատում այս մասը, համացամտում, դուրս գալիս մտնում, դուրս գալիս ես ծակումը, դուրս գալիս մի անգամ ցույց եմ տվել ձեզ, որը չեմ ծակի, շատ չեմ հանի ասեղները, այնտեղ ինքը խռացնում է, ռեգուլировки տեղը կարելի ասել, ռեժիմները փոխեն, տեսնեմ, որ նա ավելի ակտիվ, նա ասեղներով սենց ծակում եմ աշխս, ծակծկում է, ծակոտիները բացում է, ծակոտիները բացում, նախպես նյութն է ներթափանցում, ինքը ծակծկում է, փոքրիկ, շատ փոքրիկ ու նուրբ ասեղներ ունի, նյութը ներա թափանցում, ներով ծակծկում է, այն օր եմ զգում ծակծկոցը, տեսակ ոնց որ չզգամ, այսպես, և մաշկի ռեգեներացիային, մաշկի տակը սկսում է, մաշկի սեփական կոլագենը սկսում է աշխատել, այդպես, այս նյութը կսեցինք, այս մի քիչ մնացինք, հիմա այսպես ծակծկում ենք և երկրորդ նյութն ենք կսելու, ու էլի կարելի է մի քիչ ծակծկել և համբերել, այսպես տեսնում եք ամբողջովին, այսպես, մի քիչ ցավոտ, շատ գերզգայունային մաշկը, ուրիշ ձև չունի դե, ճիշտ է մի քիչ կարող է կարմրի, բայց ոչ թող կարմրի, թվում է նկատում եք, այս մասն էլ է շատ լավ ձգվում է մաշկը ընթացքում ինքը։ Մի հատ աղջիկ ունեմ, մի քիչ դեմքը դուրս տված է, ու փակ կոմեդոններ է հիմնականում, բաց չեն, ոչ մի բան իրեն իդեալական չի օգնում, ոնց այս պրոցեդուրան, շատ փոքրիկ իրեն ասեղներով ծակծկում է, բացում է այդ բոլոր կոմեդոնները, ու այս նյութը որ կսած է, նյութը շատ արագներ է ծծվում մաշկի մեջ, ինքը նոսրացնում է կոմեդոնների մեջի հավաքված յուղը, կեղտը, ճարպը և ամեն ինչը, ու հանում է արտաքին աշխարհ, ինչպես ասում են, դուրս է հանում մաշկի ծակոտիներից։ Ես օրինակ օգտագործում եմ մաշկիս կոլագենը վերականգնելու համար, իրեն մոտ էլ է և կոլագենն է վերականգնվում և մաշկի ծակոտիները բացվում են, կախված են փակ կոմեդոնները, որը չես կարողանում, հա, այսպես ամեն ձևով ունենց անես, որ վերք չսարքես, պետք է ասեղ որ ծակես, հատատ բացես, մաքրես մեջը, կարիք չկա, սրանով մաքրում ենք, սրանով այսպես մաղկտում ադեմքս արդեն, դև ամբողջովին ասեղներ ադե ծակում, 36 հատ ասեղ ունի վրան, չգիտեմ, նկատում եք թե չէ, մաշկի վիճակը բավականին պահի տակ անմիջապես փոխվում է, ստրուկտուրան փոխվում է, ես նկատում եմ, այսպես էլ կարելի է անցնել, ճիշտ է շատ նուրբ տեղերա ցավոտ է, բայց ու նաև քեյքներ տեղի, այսպես շուրթերի վրա շատ թույլ անցնում ենք, շատ զգայուն է որտեղ, և եթե չորացած մաշկ ունեք շուրթերի վրա,
Սկիզբը մի քիչ տհաճ է, բայց որ մի քիչ սկսում ես աշխատացնել, շատ հաճելի է դառնում, նույնիսկ ոնց որ մաշկի թույլ մասաժ լինի։ Ինչպես ասում են, առանց հասկանալու թե ինչով ես զբաղված, պետք չէ նյութերը վերցնես եւ տանը օգտագործես առանց իմանալու։ Դրանք հատուկ նյութեր են, որոնք վաճառվում են միայն եւ միայն պրոֆեսիոնալ խանութներում, ֆիրմաներում, որոնք աշխատում են միայն եւ միայն դիպլոմ ունեցող կոսմետոլոգների հետ եւ իրենց ուսումնասիրություններն են անցկացնում, ավելի ճիշտ Աբուչենյաները։ Հիմա այսքանով ավարտեցի այստեղ իմ գործողությունը, անջատեցինք սարքը։ Ինչ եմ անում, վերցնում եմ երկրորդ նյութը, սպասեք, ինչպես միշտ ակնոցներից կարիքը կա։ Վերցնում եմ երկրորդ նյութը, էլի այսպես 1, 2, 3, 4 ու այս ամեն ինչի վրայից սկսում եմ հիմա այս նյութը։ Թող կտալա, որ մաղկտացնում է, բայց շատ հաճելի է, երբ գիտես, որ ինչ-որ արդյունք է տալու։ Ունակում եմ աշխատանքս, որպեսզի կիսատ չմնա, ուրեմն նայ կարող եմ քսել մասկա հանգստացնող, բայց քանի որ ես ունեմ մի շատ հետաքրքիր յուղ, սկվալան է կոչվում, այդ սկվալանը շատ արագ բուժում է բոլոր վերքերը։ Դրա համար ես հիմա չեմ օգտագործի ոչ մի մասկաներ, ես հիմա կօգտագործեմ ուրեմն ինչպես տեսնում եք սևորոդկա, դեմքը խոնավացնող եւ նաեւ փոքր, այսպես կոչված կնճիռները մի քիչ հարթեցնող, այսպես շիճուկ սևորոդկան ոնց է կասում, չգիտեմ, շատ արագներ է ծծվում, հիմա մի կաթիլ ընդամենը, շատ չէ, նայեք, այսպես մի կես պիպետկա, դաժե կեսն էլ չէր 1/4 մասը, ամբողջովին գցում եմ այս յուղը, սա մասկայի փոխարեն ինքը բուժիչ հատկություն ունի, կարող եք օգտագործել մասկաներ, դիմակներ, դեմքի համար, բուժիչ պիլինգներից հետո դրվող մի դիմակներ, բայց ես երբ ծանոթացել եմ այս յուղի հետ, այլևս ոչ մի մասկա չեմ օգտագործում եւ անմիջապես սկսում եմ պիլինգից հետո շատ բան չի էլ կարելի անել, հա, անմիջապես սկսում եմ այս յուղը, թողնում եմ լավներ է ծծվում, այսպես, կմնա մի 5-10 րոպե, այս ամեն ինչ ճիշտ է դեմքս կկարմրի այսօր, վաղն էլ մի քիչ, բայց այս պահին արդեն երեկո է, արև չկա, բայց ես ինչ եմ անելու, ես օգտագործելու եմ ամեն դեպքում արևապաշտպան կրեմ, քանի որ ցինկով է ինքը պատրաստված, ցինկով, մի քիչ այսպես, ցինկը հենց բուժիչ հատկություն ունի, հա, դրա համար յուղի վրայից պետք չէր անմիջապես, բայց ես սկսում եմ, որպեսզի միանգամից բարձ լինի, այսպես, տոճկեք դնենք ու կսենք, հա, SPF հատկությունը ունի, արևապաշտպան է, հա, ցինկ ունի մեջը, որը ասենք ծակոտիները, վերքերը չորացնում է, չէ, որ մենք ծակոտիները բացել ենք, վերք ենք սարքել, կարելի ասել արհեստականորեն, հիմա բուժում ենք, այսպես կոչված, ահա, ցինկը գցեցի, մաղկտոցը սկսվեց նորից, այս երկու կամպանիանտը հերիք է, մինչև վաղ կարթնանամ, երեսս նորից կլվանամ, որովհետև այս կամպանիանտները, որ կսված են, գիշերը աշխատելու է մաշկիս հետ, եւ մաշկի մեջից ինչքան ավելորդ յուղ ու կեղտ կա, դեռ պետք է հանիվ նարուժ արտաքին աշխարհ, որից հետո անպայման պետք է լվանամ, ամեն ինչը մաքրվի, նորից օգտագործեմ լավ նոր մաքուր ուխոտները, կրեմներ, մասկաները պարտադիր չէ, հետո վաղը ինձ թվում է այսքանից հետո այս լավ վլաժնյակ արեցինք, շատերի մոտ երբեմն այս պրոցեդուրայից հետո ատյոկ է առաջանում, որովհետև այնպես է լինում, որ ասենք մազերս արդեն տափակեց գլխից կպավ, բայց ոչինչ, ահա վաղը առավոտը կարող են գլուխս լվանալ, որպեսզի հիմա չթրջեմ ոչ գլուխս, ոչ մաշկս, ոչ էլ մազերս, ոչ էլ բանը, ինչա կոչվում, մաշկս ավելի ճիշտ, ամենաճիշտը, ահա, այսօր այսքանը, վաղն էլ հիմա կարթնանամ, կլվանամ մազերս ու հետը կլվանամ դեմքս ու խոտ կանեմ անպայման ու ձեզ ցույց կտամ իմ դեմքի շարը, ոնց որ ամեն ինչը ցույց կտամ, կիսվեմ արդյունքով, հիմա այսպես յուղոտված է, այդպես տեն շատ գեղեցիկ չի երևա, հա, որ ասեմ, վայ, տեսեք ինչ արդյունք է, վաղը կտեսնեք ինչքան սենց գեղեցիկ, փայլուն, փափուկ եւ ավելի մի քիչ էլ ձգված, ավելի հետաքրքիր մաշկ է, սա ասենք այս փայլը այս պահին
սկսված կոսմետիկաների արդյունքում է, բայց ամեն դեպքում երևում է, որ մաշկս բավականին խնամված է, ինչ որ կար լավ ներծծվեց ամեն ինչը, ու դաժե ես մի քիչ ցկվածություն եմ զգում։ Իհարկե, որ սա հաճախակի կարողանաս անել, ոնց հարկն է, ավելի գեղեցիկ, ավելի լավ արդյունքներ կունենաս։ Այդպես սիրելիներս, առայժմ այսքանը կշարունակեմ, դեռ ես վաղ առավոտ կշարունակեմ այս տեսանյութը վլոգը կտեղադրեմ, կնկարեմ ավելի ճիշտ, գլուխս կլվանամ, կմաքրեմ, նորից կխնամեմ ու ձեզ մաքուր տեսքով մաշկս ցույց կտամ։ Առայժմ սիրելիներս այսօր այսքանը։